կան մարդիկ, ովքեր իրոք հնարավորություն եւ միջոց են փնտրում, որ իշխանապողության նպաստելու, չասեմ իրականացնելու, գոնե նպաստելու, գոնե ինչ-որ բանով, եւ կան մարդիկ, ովքեր ուզում են պրոստը պատգամավոր դառնան էլի ընդդիմության մեջից։ Դա լավ է տարբերակ, գիտեք։ Այսօր նայում եմ ինչ-որ լալահառաջ ստատուսներ են դնում են, որ ոչ նալին, ոչ մեխին, բայց եկեք մենք բոլորս միասին եկեք չքննադատենք, բան, ես տեսնում եմ այդ մարդիկ գիտեմ ախր որ ցուցակներով են հիմա փորձում դառնան, ընդգրկվեն որ ցուցակների մեջ, որ շատ ասակ ասեմ դժը որ հանձնաժողովում են վաղը մյուս օրը արդեն իրանց որպես падգամավորի կարգավիճակով ազգային ժողովում աշխատելու։ Իմանալով որ լինելու են փոքրամասնություն։ Չէ, թքած ունեն ինչա լինելու։ Սենց ասեմ ձեզ։ Սենց ասեմ ձեզ իրանք, այո, իրանք տուպը ընդդիմության մի հատված կա, ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, ով որ կռիվա տալիս падգամավորի մանդատի համար 26 թվին ճանկելու մի հատ падգամավորի մանդատ։ Եթե այդպես չի, ուրեմն եկեք այսօրվանից պայմանավորվենք։ Այսօրվանից, ովքեր ես այսօրվանից սկրին եմ անում բոլոր այն ընդդիմադիրների ստատուսները այսօրվանից, ովքեր որ բան են անում, 26-ի ընտրություններով մենք իշխանապողություն կանենք բան եւ այլն, սենց հիմարագույն մտքեր են արտահայտում։ Հեսա այս այնպես չի որ ընտրությունների process-ով հնարավոր չի իշխանապողություն, բայց ես հեսա դրան էլ կանդրադառնամ, ոնց միակ տարբերակը ոնց կարա լինի։ Այսօրվանից քրի, եթե այդ մարդիկ 26 թվականի ընտրություններից հետո ճանկելով մի հատ մանդատ ներողություն չեն խնդրի ժողովրդից խափելու համար իրանք Նիկոլից ոչինչով չեն տարբերում Նիկոլն էլա չէ խափում ժողովրդին հիմա ընդդիմությունն էլա որոշ է խափի է ժողովրդին հիմա տարբերությունը ո՞րն է կներեք եթե պետք է այս խափողին փոխենք այս խափողով կնի ես այդ խաղին կլինի չմասնակցեմ